Խորհրդային իշխանության հաստատումից հետո ցավոք 1921 թվականի հուլիսի 5-ի հայտնի կուսակցական որոշմամբ խորհրդային Ադրբեջանին բռնակցվեց Արցախը եւ նրա տարածքի մի մասում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Որոշման տեքստում ասվում էր, որ պետք է Շուշինն էր նրա վարչական կենտրոնը, բայց հետաքրքիր է, երբ որ արդեն 2 տարի անց ստեղծվում էր այս ինքնավար մարզը, նրա վարչական կենտրոն դառնում է մեկ այլ բնակավայր, որ ժամանակի հետ պետք է աճի, դառնա Արևելյան Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկը, խոսքը Ստեփանակերտի մասին է։ Սա նոր գաղափարով ստեղծվող քաղաք էր, Ստեփան Շահումյանի անձն էր դրվում փաստորեն քաղաքի գաղափարախոսության հիմքում, իսկ չմոռանանք, որ Ստեփան Շահումյանը եղել է այն մարդը, որ թեև բոլշևիկ էր, սակայն բավականին նաև հետաքրքիր մոտեցումներ ուներ ազգային հարցի տեսանկյունից եւ դեմ էր Օսմանյան կայսրության առաջխաղացմանը դեպի Բաքու եւ հետեւաբար նաեւ մուսավաթական Ադրբեջանի ստեղծմանը։ Այս առումով Ադրբեջանում նրա անձը շատ բացասական ընկալումներ անգամ խորհրդային իշխանության պայմաններում եւ փաստորեն ոչ թե Շուշին է դառնում կենտրոնը, այլ Ստեփանակերտը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։